Հայոց պատմության ու մշակույթի լուռ վկաների բացառիկ նմուշների ցուցադրությունն առաջին անգամ է։ Երբևէ չցուցադրված այս նմուշները տարիներով պահվում են թանգարանային ֆոնդերում։ Միայն լույսի երես են տեսնում տարին մեկ անգամ, երբ արևին են տալիս խոնավությունից, քայքայումից պաշտպանելու համար։ Պեղումներից բացի սա սովորական աշխատանք է դարձել սեփական շենք ու ցուցադրության տեղ չունեցող Շիրակի երկրագիտական թանգարանի համար։ Մշտապես այդ աշխատանքը կատարվում է, որովհետև սրանք առանձնահատուկ նշանակություն ունեցող կատակցություններ են, նմուշներ են, որոնք ամեն կերպ պետք է պահպանվեն։ Ժամանակավոր ցուցադրություններում ու այն էլ թանգարանի հարուստ ժառանգության ֆոնդի մի մասն է երևում։ Այժմ էլ 4 ամսով հանգրվանել է Մերկուրովի տուն թանգարանի մեկ սրահում։ Շիրակի երկրագիտական թանգարանի հայկական գորգերի ու կարպետների հարուստ հավաքածուն 170-ից անցնում է, բայց ցուցադրվում է բացառիկ նմուշներից ընդամենը 9։ Իրականում սաղը սամոտն է։ Մենք երկրագիտական թանգարանի նմուշները, որը Հայաստան աշխարհի պատմությունը ցույց կտա ու մեր մշակույթը, մեր արվեստը, իրականում այդ ամեն ինչը պետք է այդ ձևով չեղներ։ Ցավոք պայմաններն այդ է։ Ընդամենը 9 գորգ է Շիրակի երկրագիտական թանգարանը ցուցադրում, բայց իրենք իրենց տեսակով եւ որակով առանձնահատուկ են եւ առաջին անգամ է ցուցադրվում։ Դրանց մեջ առանձնանում է Փեղավոր անվանում ստացած գորգը, որը առանձնահատուկ է ամբողջ Հայաստանում։ Մասնագետները նշում են, որ մի քանի հատ կա, որը իր տեսակով, որակով, գույների գործվածքի եւ այլով տարբերվում է։ Իհարկե, մյուս գորգերներ ունեն առանձնահատկություն։ Բրդի հումքով բնական ներկանյութերով գործած այս գորգերի ու կարպետների մեծ մասը 19-րդ դարի են թվագրվում։ Եզակի են զարդանախշերը, ընդգծող պատկերները չխունացող գույներով։ Բոլորը նկարագիրն են 19-րդ դարի հայկական գորգարվեստի զարգացման։ Այդ շրջանին են բնորոշ հայտնի վիշապագորգերը, դրանցից մի քանիսը Կումայրի Արգելոց թանգարանի ֆոնդերում են պահում։ Տվյալ գորգը Կումայրի Արգելոց թանգարանի ֆոնդից է, ջրաբեշտում գործված, ուտիկ ջրաբեշտ, այդ Ղարաբաղ ջրաբեշտ խմբին է պատկանում։ Այստեղ կարող եք տեսնել եւ կենտանիների պատկերներ, եւ վիշապների, եւ կանանց պատկերներ, մարտակերպ պատկերներ, ինքը շատ հետաքրքիր է եւ համեմված է ազգային զարդամոտիվներով։ Հաջորդը Քորկազատ դաշտով, էլի Կումայրի պատմամշակութային Արգելոց թանգարանի ֆոնդերից է, եզակի է նրանով, որ պահպանված կենտրոնում որևէ զարդամոտիվ չկա եւ մասնագետներին դա շատ հետաքրքրեց, որ նման գորգեր կարող են լինել, որոնք ազատ դաշտով են եւ որևէ բան զարդամոտիվ կենտրոնական հատվածում տվյալ գորգը չունենա, իսկ անկյունային հատվածներում կարող եք տեսնել նշաձև զարդամոտիվը, որը պտղաբերության սիմվոլն է։ Շիրակին բնորոշ գորգեր են դարձյալ կենտանիներով, եթե ուշադիր դիտեք, ապա կտեսնեք եւ կենտանիները, եւ զարդամոտիվները, եւ մարդու պատկերը, այսինքն այն եւ աստղակերպեր կտեսնեք, վիշապների եւ օծերի փոքրիկ պատկերներ կարող եք տեսնել։ Այսինքն ինքը շատ հետաքրքիր է նրանով, որ եւ կենաց ծառերը եւ ամեն ինչ մեկտեղված է եւ պատրաստվել է Շիրակի գյուղերից մեկում։ Գորգերը խոսուն են, քանի որ գորգերը եւ կարպետները սոսկ գործվածքներ չեն, այլ խոսում են մեր դարավոր պատմության, մեր հարուստ մշակույթի եւ մեր ազգային դիմագծի ու մշակութային ինքնության մասին։ Գորգարվեստն Ալեքսանդրապոլում տարածված չի եղել, հիմնականում Շիրակի գյուղերում են զբաղվել գորգագործությամբ, բայց ալեկպոլցիների տների կահավորանքի անբաժանելի մասն են կազմել գորգերն ու կարպետները։ Գորգագործության առաջին արհեստանոցն այս քաղաքում բացվել է 1907 թվականին։ Կումայրի Արգելոց թանգարանի եւ Շիրակի երկրագիտական թանգարանի ֆոնդերում պահվող եզակի գորգերն ու կարպետները միայն շիրակյան նմուշներ չեն։ Այստեղ պահպանվում են նաև հարևան մարզերից ու արևմտյան Հայաստանից բերված վահանագորգերի եզակի օրինակներ։ Ամենահինը 1853 թվականին գործած այս գորգն է։ Արձանագրությունը վերին անկյունում խոսում էին մասին, որ կարպետը պատրաստվել է 1853 թվականին, շատ լավ է պահպանված կարպետը եւ կարծում եմ կրում է լորիի գորգարվեստին բնորոշ զարդամոտիվներ։ Այստեղ ունենք նաև մեղվակարպետներ, էլի Շիրակին են բնորոշ, մի քանի մեղվակարպետներ կարող եք տեսնել։ Իսկ ինչ վերաբերվում է վահանագորգերին, ապա տեսնում ենք, որ եւ երկրագիտական թանգարանը եւ Կումայրի Արգելոցը ունեն այս տիպի եզակի նմուշներ, սրանք բավականին արժեքավոր գորգեր են, իրենցից ներկայացնում են մեծ արժեք եւ հիմնականում բերված են Արևմտյան Հայաստանի Բասեն Բագրևանդ շրջաններից։
19-րդ դարի մոտ 6 հայկական գորգ է վերականգնվել Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանում, որտեղ պահվում են 40 արժեքավոր գորգեր։ Եվս մեկն այս պահին վերականգնվում է։ Բացառիկ ցուցադրության 4 ամիսների ընթացքում թանգարանում կանցկացվեն գորգագործության դասընթացներ, հետաքրքրվողներին հնարավորություն տալով ձեռք բերել հնագույն արհեստի հմտություններ։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։